3 տարի առաջ մեր հետազոտություններն են առաջին սյունյակում ալկոհոլային խմիչքի վաճառքի տուրք փաստացի վճարող օբյեկտների թիվն են, երկրորդ սյունյակներում նրանք են, որոնք համայնքապետարանի ցուցակներում չկային, եւ դրանք հայտնաբերվել են, այսպես ասած, դաշտային մոնիտորինգի արդյունքում, այսինքն փողոցներով ստվերում են, փաստացի ստվերում, բոլորի աչքի առաջ եւ ստվերում, ծառերը շատ են եղել, չեն տեսել տեսուչները, հավաքագրողները չեն նկատել այդ օբյեկտները, դրանցից մի ամբողջ շարք այդ պահին գործող համայնքապետի, նախկին համայնքապետի, նրանց մերձավորների օբյեկտներն են, ռեստորաններ, ուրեմն սննդի օբյեկտներ, երրորդ սյունյակն է, սննդի մատուցման հանրային սննդի խումբը ամենախայտառակ ստվերն է եղել, տեսնում եք, 53 օբյեկտ կար համայնքապետարանի ցուցակում եւ 46 հատ գտել ենք, որոնք այդ ցուցակում չեն եղել։ Եվ այդ գտնելը, որ ասում եմ, բան չէ, էլի, բոլորի աչքի առաջ եղած աշխատող ՀԴՄ մեքենաներով, հարկայինում, ՊԵԿ-ում, պետեկամուտների կոմիտե, բոլորը աշխատել են նորմալ պետական օրենսդրության պետությանը վճարելիք հարկերի մասով, իսկ տեղական տուրքերի մասով այդ երկրորդ սյունյակները համարեք, որ եղել է միշտ ստվերում։ Սրանից բացի իհարկե նաև ստեղ չկա, հետազոտել էինք արտաքին գովազդը, որը հրազդանի դեպքում չենք հետազոտել, որովհետև հասկացանք, որ մեր միջոցները իրիք չեն անում նաև արտաքին գովազդ, սկսած փոքր վուլկանիզացիայի ցուցատախտակներից, բաներից վերջացրած են բիլբորդներով, արտաքին գովազդի հետ կապված ինչքան մեծ էր գովազդատուն կամ գովազդակիրը, այնքան նորմալ պայմանագրած էր համայնքապետարանի հետ, բոլորը կանոնավոր վճարում էին, այն մեծ բաներների մասին է խոսքը, ու քանի գնում փոքրանում էր, այն փոքրերը ընդհանրապես ոչ վճարում էին, ոչ բան, համենայն դեպս համայնքի բյուջե այդ փոքրերից գրեթե տուրք չէր մտնում, այս դիագրամի վրա չկար, դիագրամում կան այդ 4 տեսակի տուրքերը եւ վերջի երկուսը ուրեմն սեզոնային տուրքերն էին, այն ժամանակ առանձին էին այդ տուրքերը հաշվվում, ձմեռային առանձին էր, ամառային առանձին էր, հիմա դրանք միասնական մեկ կետի տակ են, ինչպես գիտեք, եւ ավականու որոշմամբ, Հրազդանի համայնքապետարանի ավականու որոշմամբ դրանք էլի մեկ կետի տակ են, ամառային, ձմեռային, քառակուսի մետրի համար 15,000 դրամ էր, Գյումրիում կոնե այդպես էր, բանի մեջ էլ է, տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքում էլ էր այդպես, ձմեռայինի համար 10 էր սահմանված, հիմա զույգը իրար հետ ամառ թե ձմեռ քառակուսի մետրի համար 10,000 դրամ էր եւ այլն։ Ահա այս պատկերն էր թվային արտահայտությամբ միայն այս հետազոտած տարածքի մասով Գյումրիում մոտավորապես 120 միլիոն դրամի չափի դեֆիցիտ է այդ երկրորդ սյունյակների հանրագումարը։ Ընդ որում հետազոտվել էր քաղաքի կենտրոնական մասը միայն, այսինքն բիզնես ինտենսիվ տնտեսապես զարգացած հատվածը, ամբողջ քաղաքի համար հետազոտություն անելը շատ ծախսատար էր, բարդ չէինք կարող անել, ինչպես եւ չենք կարողացել անել Հրազդանի դեպքում եւ դրա կարիքը չկար, ճիշտն ասած, մեզ մոդելային որոշ ուսումնասիրություններ պետք, քարտեզներից քաղվածքները ձեր փաթեթների մեջ կա, թե Հրազդանից մենք ինչ ենք ընտրել, Հրազդանից երկար քննարկումների արդյունքում ընտրել ենք այս երկու կենտրոնական կամ ակտիվ կոտիները, այն առաջինը այն է, որտեղ մենք հիմա գտնվում ենք, կենտրոնական հատվածն է, այս կտրվածքը մենք Google-ից ենք վերցրել, Google-ի չափումներով, ինչպես գիտեք, կարելի է հաշվել մակերեսը, շրջագիծը, հասկանալ, թե տարածքը որն է, այն մյուսն էլ քաղաքի հարավային կամ հարավ-արևմտյան հատվածից ենք մի կտոր վերցրել, այդ թաղամասերը անուն ունեն ժողովրդական, դուք ավելի լավ կիմանաք, եւ 4 գյուղերից ընտրել ենք մեկը, Լեռնանիստը, ոչ ամենամեծը, ոչ ամենափոքրը, ամենամեծը, Քաղցին ավելի մեծ չէր, ուրեմն ավելի լավ, աշխատել ենք, որ բնակչության համամասնությունը պահպանվի, էլի, քաղաքային, գյուղական, Վաղարշապատի դեպքում, օրինակ, քաղաքի կենտրոն եւ 3 գյուղ ենք ընտրել, որտեղ այնտեղ 18 գյուղեր ունեն իրենք, Վանաձորի դեպքում 1 գյուղ ենք ընտրել եւ քաղաքի կենտրոնն ենք ընտրել, Հրազդանի դեպքում սա ենք ընտրել, շահերի պախում չունենք, այդ տարածքներում աշխատող բիզնեսմեն ընկերներ, հարազատներ, խնամիներ չունենք, աշխատել ենք այս իմաստով բարեխիղճ լինել։ Հարցը միայն տեղական տուրքերի այս ուղիղ հետազոտությունը չէ, այլև այն մասը, որ ես առաջարկում եմ նաև ընթացքում քննարկել, թե ընդհանրապես տեղական տուրքերի ոլորտը ըստ ձեզ ինչ բարեփոխումների կարիք ունի, օրինակ
տարբեր համայնքներում մենք լսում ենք, որ ավականու անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ շատ կուզեին, որ այդ турքերի սահմանման մեջ համայնքային իշխանություններն ավելի շատ ազատություններ ունենային, турք սահմանելու իրավունք ունենային ինքնուրույն։ Մեր օրենսդրությամբ, ինչպես գիտեք, ավականին турքերը սահմանում են միմիայն տեղական турքերի եւ վճարների մասին օրենքով սահմանված турքերի տեսակներից դրույքաչափերի հիման վրա իրավունք չունի ինչ-որ մի турք սահմանել, որ այդ օրենքի մեջ չկա։ Սա սովորական բան է բոլորիս համար, բայց սա նաեւ մյուս կողմից սահմանափակում է տեղական ինքնակառավարման ազատությունները։ Ուսումնասիրել ենք բնականաբար օրենսդրությունը, տեղական турքերի եւ վճարների մասին օրենքը, դրա փոփոխությունները պարբերաբար փոփոխվում են։ Ավականու որոշումը, այն որոշումը, որը վերաբերվում է 25 թվականին Հրազդան համայնքի տարածքում տեղական турքերին։ Այդ որոշումները սովորաբար ընդունվում են նախորդ տարվա վերջին, ինչպես գիտեք, ձերն էլ ենք համայնքապետարանը մեզ տրամադրել է, նաև կայքում է դրած, նայել ենք, ուսումնասիրել ենք։ Զգուշացնեմ, որ ձեր փաթեթներում բոլոր էջերը չեն, համարները, եթե էջերի համարները կնայեք, որ թռնում է, իմացեք, որ ոչ թե վրիպել ենք, այլ համարել ենք թույլ տեղերը կարևոր չէ, էլի պատճենենք մեթոդաբանությունը եւ այլն եւ այլն։ Հետո էլեկտրոնային կուղարկենք ցես, հա։ 4 տեղական турքերի բազաներն են խնդրել համայնքապետարանից, որը տրամադրվել է անմիջապես, այսինքն առանց ցկցկումների, առանց քաշքշուկների, առանց բաների, ինչը չի պատահել ներողություն Վանաձորի հետ։ Անձնական գաղտնիքներ են, բան, մենք անձնական գաղտնիքներ չենք հարցրել, ոչ մի կերպ անձնական գաղտնիքներ մեզ պետք չեն, հա։ Հրազդանում դա արագ տեսել են, նկատել են, հասկացել են, տրամադրել են, Վանաձորում եղավ 3 ամիս է տանջվում են, թե այ մարդես ինչ անձնական գաղտնիք, ինչ անձնական գաղտնիք, տեղական турքի վճարը ինչ անձնական գաղտնիք, վեճը շարունակվում է այն կողմերում, էլի, հա։ 4 турքերի բազաներն են ուզել, այդ բազաները մասնագետները գիտեն, չիմացողները, ասեմ, տվյալների բազա է, հա, турք վճարողն է, վճարման եռամսյակային չափն է, տարեկան չափն է, գործունեության հասցեն է, հաշվառման հասցեն է, էլ ինչ կար, ըստ турքերի տեսակների եւ այլն։ Excel աղյուսակներ են, էլի դրանք։ Սովորաբար Excel աղյուսակներ են։ Աշխարհագրական տարածքը բացատրեցի, բան ենք արել։ Սեմինարի ժամանակ մեր աղջիկները որտեղ են, որոնք արել են հետազոտությունը, հրավիրել ենք մարդկանց, ովքեր հետաքրքրված են եղել, ուսուցում ենք կազմակերպել, տեղական ինքնակառավարում ինչ է, ինչպես եւ այլն, հանձնարարել ենք դիտարկել այս տարածքներում ֆիզիկապես քայլել բոլոր փողոցներով, բակերով, նրբանցքներով, էլ ինչ կար, փակուղիներով եւ այլն, որտեղ այս 4 турքին վերաբերող օբյեկտ են տեսել, արձանագրել են մերոնք, առանց անհանգստացնելու գործարարին։ Չեն ասել, բարև ձեզ, մենք եկել ենք տեղական турքերի մոնիտորինգ ենք ասել, չէ, որպես գնորդ մտել ելել են, դրսից ֆոտո են արել, աչքա չափով չափն են չափագրել, մետրը չեն առել ընկել չափել, չենք ուզեցել անհանգստացնել այդ մարդկանց։ Ուղղակի օբյեկտը ֆիքսվի, որպեսզի հետո դուք կարողանաք համադրել ձեր ունեցած տեղեկությունների հետ, թե գուցե 3 հատ օբյեկտ կա, որը չի ֆիքսված, գուցե բոլորը ունեք։ Լավագույն սցենարը այն է, որ բոլորը ունեք, մենք այդ մեր հետազոտության արդյունքները տրամադրում ենք համայնքապետարանին, որպեսզի համադրեք ձեր տեղեկությունների հետ, տեսնեք, էլի թե պակաս բան կա ավելացնեք, թե ամեն ինչ լավ է, ուրեմն ամեն ինչ լավ է։ Որոշ դեպքերում չափագրումը արվել է նաև բանով Google-ից արբանյակային պատկերի հիմա, դրանք ճշգրիտ չափագրումներ չեն, ինչպես գիտեք, հա, Google-ի համակարգը ունի չափելու մեխանիզմ, մակերեսը չափելու եւ այլն, եւ իհարկե արտաքին ինչ է անունը հանրային համայնքի տարածքում կամ ընդհանուր օգտագործման տարածքում, հա, ներքևի երկու ենթակետերն են 4-ի 1, 4-ի 2, ի նկատի ունենք այն օբյեկտները, որոնք սննդի ծառայություն են մատուցում բուն օբյեկտի տարածքից դուրս, մայթն է, զբոսայգի է, ես եմ համայնքային ընդհանուր օգտագործման տարածքում, այդ դեպքում առանձին турք է կանձվում, որը ձեր ավականու որոշմամբ սահմանված է որպես առանձին турք, ինչպես ասացի, 1 քառակուսի մետրի համար 10,000 դրամի հաշվով։ Շատ հաճախ տնտեսավարողը, որը սննդի ծառայություն է մատուցում, գուցե այդ турքի տեսակի մասին տեղյակ չէ։ Ամառվա ամիսներին մի քիչ նեղվածք է կամ չգիտեմ հարմար է, դեմը տեղ կա, հանում է սեղանի աթոռ է տնում է, ծածկ է,
Եվ այդտեղ են մարդիկ նստում ելնում, դու մի ասա դա էլ է Թուրք եւ Թուրքի առարկայի։ Գյումրու դեպքում հերոց ցեզնից խայտարակ բաներ էին գտել, երբ մարդու օբյեկտը վարձակալած կանաչ տարածքում 100 քառակուսի մետր է, փաստացի օգտագործում էր 1100, 100-ը վարձակալած է 100-ի համար սննդի օբյեկտի Թուրքը վճարում էր, բայց օգտագործում էր 1100, հիմա էլ է օգտագործում։ Այդ բուն օբյեկտից դուրս այգու մեջ սեղաններն են, բաներն են, պահեստային մասը եւ այլն 1100-ի դեպքում ինքներդ հասկանում եք 1000 քառակուսի մետրը 10000 դրամով եղավ թիվ, հա, այդ ամառային է, ձմեռն էլ աշխատեցնում ի դեպ ցելոֆաններից է քաշում վերեմ, տեսել եք ըստ -20-ի ժամանակ դու մի ասա եղավ 20 միլիոն դրամ տարեկան, ավելի լավ է ինքը տարածքը վարձակալեր, հա, այս տեսակ բաներ ենք նկատել, որոնք համայնքապետարանին զգուշացրել են, հրապարակել են, հույս ենք ունեցել, որ կարգի կբերեն, կամ այդ փողը բյուջե կմտնի, կամ ձևակերպումը, եթե վարձով տալու հնար կա, վարձով տա, բա չէ վարձով չենք տվել, մարդը ազատ օգտագործում է, այդ դեպքում նշանակում է, որ իր սեղանների արանքը մեկ ուրիշ սննդի օբյեկտ կարող է գալ սեղաններ տնել, էլի, հա, եթե ընդհանուր օգտագործման տարածք է եւ ինքը այդ Թուրքը չի վճարում, է ստացվում է, որ ցանկացած մարդ կարող է այդ նույն համանման ծառայությունները մատուցել։ Հրազդանի դեպքում այս մեր դիտարկված տարածքներում նկատված ուրեմն օբյեկտների քանակն է, որոնք Հրազդանի եկամուտների բաժինը կամ բաժնի են աշխատողներ, ովքեր զբաղվում են սրանով, այս թիվ թվաբանությունը կհամեմատեք ձեր ունեցածի հետ օգուտ տվեցինք, չէ, հաստատ վնաս չենք տվել, էլի, հա։ Ոգելից ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար հնարավոր տեղական Թուրք վճարողներ նշված տարածքներում Հրազդանում 42 հատ ենք նկատել կամ դիտարկել, հայտնաբերել սխալ է ասել ըստ երևույթին, 5-ն էլ Լեռնանիստում, հա, ծխախոտայինի մասով, որպեսզի ամբողջը չկարդամ, 34-ը Հրազդան քաղաքում, Լեռնանիստում 5-ը, համայնքի վարչացաննդի օբյեկտներ 13-ը այդ տարածքներում, դիտորդները նկատել են 13 հատ, 2-ը Լեռնանիստում եւ ենթադրյալ վստահ չենք, որտեղ կադաստրի թղթեր, պայմանագրեր, բաներ չենք նայել, չենք ուզեցել մտնել այդտեղ, 6 դեպք են նկատել, երբ հանրային հնարավոր օգտագործման տարածքում, մայ թե ինչ է, 6 դեպք ենք նկարել, ձմեռային չգիտենք, որտեղ ձմեռը չենք արել, էլի, այս դիտարկումը, թե ընդհանուր օգտագործման տարածքում արդյոք նման ծառայություն մատուցվում է, թե չի մատուցվում։ Այս բոլոր օբյեկտները լուսանկարած կան եւ բոլոր այն դեպքերում, եթե հնարավոր է այդ օբյեկտը արբանյակային լուսանկարով առանձին դիտարկել, նաեւ դա ենք արել։ Իսկ եթե մեջ շենքի տակ ինչ որ մի հատվածում խանութ է, արբանյակային նկարը օգուտ չի տալիս, այդտեղ հասկանում եք, իմաստ չունի, չենք արել, էլի։ Եվ լուսանկարները եւ մեր դիտարկումները Excel աղյուսակները կուղարկենք համայնքապետարան, Excel-ները կարծեմ ուղարկել ենք, եթե չեմ սխալվում, մի քանի օր առաջ արդեն ուղարկել ենք, մեջը կան այդ մեր բոլոր դիտարկած բաները։ Հա, սրանք էին մեր դիտարկումները, ժողովուրդ ջան։ Մի քանի արձանագրումներ սրանց հետ կապված, այս բանը շատ հնից տարածված է, երբ մի ցուցակի մեջ 2-3 Թուրքն է նշվում։ Ծխախոտ եւ ալկոհոլ, կամ միայն ծխախոտ, կամ միայն ալկոհոլ, մեր խորհուրդը այն է, որ առաջարկում ենք առանձին ցուցակներ ունենալ սրանց համար, որովհետեւ օբյեկտ կա, որ իսկապես երկուսն էլ վճարում է, թող են ցուցակում էլ լինի, թող են ցուցակում էլ լինի, ոչ թե նույն ցուցակի մեջ տարբեր նշումներ լինեն, բայց ձեր կամքն է, որովհետեւ դա օրենքով սահմանված ինչ-որ նորմ չէ եւ խախտման մասին չէ խոսքը, նկատել ենք, որ առանձնացված ցուցակներով աշխատելն ավելի հարմար է, քան թե միասնական ընդհանուր ցուցակ։ Երկու հիմնական խնդիր կա Հայաստանով մեկ նկատվող։ Մեկը հերոտնից տեղից կոռուպցիան է, ասենք հորոխբորս թորան օբյեկտն է։ Այդ դեպքերից է օրինակ շատ առաջներում, երբ ավտոմեքենայի գույքահարկը համակարգչով չէր, այլ ազնիվ խոսքի հիման վրա էր, շարժիչի ծավալը 6 լիտր էր, ասում են, մեր հորոխբոր տղեն է գրեք 2 լիտր, մեքենայի տարիքը մի 10 տարի ավել գրեք, 200,000-ի տեղը թող վճարի 15,000, եւ չկան, նույնիսկ այդ մատյաններն է դժվար գտնել հանել ինչ-որ բան, հիմա դա հեշտացել է արդեն, էլի, այսինքն այդ տվյալը փախել, փոխել, խաբել, բանանել չի լինի, Գյումրու դեպքում կներեք, պարբերաբար են վերադառնալու այնտեղ, որտեղ այս ոլորտում ամենակոռումպացված քաղաքն է, ինչ որ ասում եմ հրապարակային ասվել է, ովքեր ինձ գիտեն, որ ասենք բանը նախկին քաղաքապետին կարիք կա ասելու, որ քո ռեստորանը պետք է սննդի օբյեկտի Թուրք վճարի, ինչ եք կարծում։ Ասենք նամակ պետք է խժգել, հա, այդ բանի
կարիք չկա, չէ։ Հա, մարդը ասենք 15 տարի ռեստորան է աշխատեցնում, տեղական турքերի բազայի մեջ չկա։ Գումարում ես իրար, ստացվում է մի շուտ պատկառելի թիվ, հա, 15 տարի բազմապատկած 200 քառակուսի մետրի турքի դոզայի չափով նայեք ինչ կստացվի։ Չասես, բա սիրում եմ իմ քաղաքահայտությունը ոնց հասկանանք, էլի, այդ երկու քարի արանք։ Մեկ կոռուպցիան է, մյուսը իհարկե բանի վարչարարության հնարավոր թերություններն են, որոնք կարող են պատահել ամեն տեղ, էլի, հա։ Դրա կատարելագործմանն ու բանին է ուղղված էս մեր հանդիպում առաջարկությունները եւ այլն։ Իրազեկումը շատ հաճախ տարածված է տեղյակ պահել գործարարին կամ ձեռնարկատիրոջը հեռախոսով կամ այցելել, ասել, որ գիտեք, այս турքը պետք է վճարվի բան։ Ինձ թվում է, որ ժամանակն է, ձեր իրավունքն է իհարկե, ձեր ռեսուրսների հարցն է, ժամանակն է անցնել գրավոր ծանուցման պատշաճ ստանալու մեխանիզմով, առավելևս եթե ուշացնում են կամ չեն վճարում։ Հա, ամեն անգամ մարդ չուղարկել, չչարչարել, չգիտեմ, ձեր պրակտիկան ինչպիսին է, կուզենք նաև ձեզ էլ լսել էլի, հա, այս խոսքիցս հետո, այլ հենց գրավոր ասվում է, գիտեք, դուք 6 ամսվա կամ չգիտեմ 1 տարվա տեղական այսինչ турքը չեք վճարել, բարի եղեք բան անել, խառնվել իրար էլի, ծանուցագրով, որ ապացույց լինի, որ ստացել է։ Կային ժամանակներ, երբ եթե շատ լուրջ վերաբերվեր համայնքապետարանը իր գործին, պետք է դատի տար, դատարաններով քաշքշվեր, նման բան գրեթե ոչ ոք չէր անում, 50,000 դրամի համար գնալ դատա, ու այդպես կուտակվում էին, հա, այդ պարտքերը, բաները, եւ հիմա ավելի հեշտ մեթոդը կա, վարչարարությունն է, վարչական վարույթ հարուցելն է, հրավիրելն է, եկեք նստենք, գալիս ես, չէ, առաջ ենք տալիս գործը եւ օգտագործում ենք հարկադիր ծառայություն ապահովող հարկադիր կատարում ապահովող ծառայության հնարավորությունները, չգիտեմ, նման առիթ կամ պետք ունեցել եք, ստիպված եղել եք արդյոք այդ մեթոդին դիմել, թե ոչ, թե ամեն ինչ բարեհաջող է, դատելով հավաքագրած турքերից պլանը կերակատարվել է, այս իմաստով ենթադրում եմ, որ խոշոր թերացումներ կամ թույլ տվեք ասել կատաղի դիմադրողներ, թե չպետք է վճարենք, այս պետությունը ինչ է եղել ինձ համար, որ ես այդպիսի մարդիկ էլ կան, չէ՞։ Հա, չի պետք է մենք վճարենք եւ այլն։ Այս մեր մոնիտորինգի մեջ չի եղել, ինչպես ասացի, արտաքին գովազդի հարցը, բայց ասեմ, որ ամենաշատ ստվերը կա արտաքին գովազդի դաշտում։ Մարդը մտքից անցել է, հանել է շաուրման, կախել է փողոցի վրա լայնքով էլի նույնիսկ, հա, պաստառը կախել է, հա, ինչ եմ արել, որ բան, չգիտեն, հաճախ գործարարները չգիտեն, ըստ երևույթին իրենց հետ աշխատել է պետք բացատրել է պետք, որ սա այսպես է։ Հարուստ հիմնարկները թանկարժեք, կիսաթանկարժեք մետաղների, հա, բաների տեղական турքի հետ կապված կարծես թե պրոբլեմ չունեն, բայց հենց турքը բարձրացնելու խոսակցություն է լինում, սկսում են դժգոհել։ Ձեր համայնքում չեմ հիշում ճիշտն ասած 50,000 դրամ էր, թե ինչքան էր թանկարժեք մետաղների 50,000 է, մինչև 150,000 կարծեմ կարող եք բարձրացնել, ճիշտ գիտեմ, չէ։ Գյումրիում մինչև 90,000 բարձրացրեցին, մի մեծ ապստամբություն, բան, հետո 50,000-ը բաժանում եք 365 օրվա վրա, ստացվում է օրական 130 քանի դրամ։ Պետությանը տանք, եկամտահարկը տանք, то չգիտեմ, շահութահարկը տանք, ավելացված արժեքի, հələ մի հատ պետք է համայնքին տանք, հա, պետք է համայնքին էլ տանք։ Համայնքին առաջին հերթին պետք է տանք, էլի, մոտեցումը մոտավորապես էս է, էլի, իմ պատկերացրած բան չի չտակ։ Երբ բացահայտվում են, որ այս турք վճարողները չկային համայնքի բազայում, առաջարկություններից մեկն այն է, որ հարկավոր է պարբերաբար համագործակցել պետեկամուտների կոմիտեի հետ, որովհետև գոնե ՀԴՄ կտրոնի բանի հետ կապված բոլորը այդ դաշտում կան։ Հա, ես էլ ասեմ ու շարունակեք դուք, որ պետեկամուտների կոմիտեից այդ տվյալները ստացվի, ես չեմ կարծում, թե իրենք դիմադրեն, բան չասեն, թե որտեղ ինչ օբյեկտ է գործում, եւ գործունեության ոլորտը իրենք հաստատ գիտեն, էլի, այսինքն այդ բազան նույնպես կարող է օգտակար լինել ձեր բազաների լրացման, շտկելու, համալրման համար, հա, ոչ մեկը կարծում եմ չի համարձակվի, էլի, ՀԴՄ կտրոնը չխփել, լինում են չնայած այդպիսի դեպքեր, բայց եթե ՀԴՄ-ն է հաշվառված է հարկայինում, ՀՎՀ ունի բան, ուրեմն հարկայինի բազաներում կան եւ համայնքապետարան հարկային համագործակցությունը այս մասով կարող է օգտակար լինել։ Ուզում էի ավելացնել, որ այն մասով, որ դուք ասում եք ծանուցումների հետ կապված, յուրաքանչյուր տարվա սկզբին
Հրազդանի համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից տրվում են ծանոթություններ գրավոր համայնքի ղեկավարի անհրաժեշտությամբ, որտեղ նշված է յուրաքանչյուր օբյեկտի թե խանութների, թե տեխնիկական հեղուկների վաճառքով զբաղվող օբյեկտների, թե թանկարժեք մետաղների վաճառքով զբաղվող օբյեկտների եւ այլնի դրույքաչափերը, երամսյակային, ինչպես նաև տարեկան դրույքաչափերը։ Նամակ չենք ուղարկում, ծանոթությունը գրավոր արձերն տրամադրում ենք, չէ, արձեր։ Մարդը տանում է, տալիս է։ Աշխատակիցները տանում տալիս են ստորագրությունը։ Չեն կարող ասել, որ չեն ստացել, տեղակ չէին։ Ստորագրությունը վերցնում ենք, մենք օրինակը մեզ մոտ ենք պահում եւ այնպես որ բոլոր անաձեռնարկատերերը իրավաբանական անձինք տեղեկացված են լինում տարվա սկզբից իրենց գործունեություն ապահովելու նպատակով տեղական տուրքերի վճարների ավականու որոշման համարով, ավականու որոշման համարով, տվյալ թվականի կայացած որոշման համարով եւ իհարկե նաեւ երամսյակային վճարներ, իհարկե խանութների մասով նաեւ նշվում է քառակուսու այդ բաները, ինտերվալները, մինչև 26 քառակուսի, 26-ից 50, 50-ից 100 եւ այլն։ Համապատասխան դրույքաչափերը, թե մակերեսների ներողություն, մակերեսների դեպքում առաջնորդվում եք ընդհանուր մակերեսով, հա, ինչպես հրաժարությունն է սահմանում, թե ուրիշ մոտեցումներ եք ընդհանուր կադաստրով պահեստ, զուգարանը, ինչ է անում, ինչպես, թե միայն վաճառասրահն է, էլի։ Ընդհանուր մակերեսներ։ Շարունակենք։ Եվ այստեղ ճիշտ ասած ես շատ հետաքրքիր էր այս բանը ես չգիտեի տեղական տուրքեր վճարելու պարտականություն ունեցողների բացահայտման ցուցակների վերամշակման համար կարող ենք համագործակցել պետական եկամուտների կոմիտեի, անշուշտ սա ավելի արդյունավետ կդարձնի մեր աշխատանքը, ինձ թվում է այս համագործակցությունը շատ կարևոր է։ Ես ուտեղ ավելացնեմ, եթե դեմ չեք, վարչարարության օրենսդրության մեջ մեր համագործակցության հանգամանքը նշված, օրինակ, քննչականին ինչ-որ թուղթ է պետք պետեկամուտների կոմիտեից, պետեկամուտների կոմիտեին ինչ-որ թուղթ է պետք այսինչ համայնքից, այսինչ գյուղի մասին, հա, այդ դեպքում ոչ թե պիտի առաջնորդվեն տեղեկատվության ազատության մասին օրենքով հարցում ուղարկեն իրար, այլ հենց այդ համագործակցությանն է վերաբերվում, ինչը օրենքով սահմանված է։ Ունենք դեպքեր զավեշտալի, երբ իսկապես քննիչը տեղեկության հարցում է ուղարկել բանին, ոստիկանությանը։ Չի իմացել մարդը, որ ինքը կարող է ուղիղ հենց ոստիկանությունից այդ տեղեկությունը հարցնել։ Իմացեք, որ նման պրակտիկա շատ չկա։ Ինչ որ ստեղ առաջարկում ենք մենք շատ չկա, բայց հենց այդ վարչարարական համագործակցության կարծես երկու առանձին աշխարհ լինի, էլի պետականը եւ ուրեմն տեղական ինքնակառավարման համակարգը։ Մեկ-երկու քայլ հարգելի պետեկամուտների կոմիտե, չգիտեմ վարչությունները ինչպես են աշխված, Կոտայքի մարզինն է, ինչն է, թե քաղաքային է, լավ չգիտեմ կառուցվածքը, հա, ընդհանրեն Կոտայքի մարզի, հա, մեր տեղական տուրքերի վարչարարությունը բարելավելու համար ձեզնից խնդրում ենք մեզ տրամադրել այս տարածքում սննդի, ենթադրենք ծխախոտի, ենթադրենք ալկոհոլի վաճառքով զբաղվող բոլոր սուբյեկտների ցանկը։ Բազաները տրամադրեք, այնտեղ իրավունք չունեն, գուցե իրենց համար արտասովոր լինի, այսինքն ինչ է, այսպեսի բան մենք երբեք չենք ստացել, հա, բայց եւ մարդավարի պատճառ կա ստեղ, չէ, որ ուզում ենք որ իմանանք դուք ձեր հարկու տուրքը վճարում են, մեր տուրքը ոնց որ թե մի քանի հոգի չեն ուզում վճարել, հարգելի պետեկամուտների կոմիտե խնդրում ենք տրամադրել։ Ու սա բարդ չէ, էլի։ Եթե ինչ-որ բարդություն լինի, ինչ է անունը, պարոն Խուդաթյանի տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն, բան, այս մեխանիզմով հեշտությամբ կարելի կլինի կարգավորել կանոնավոր տարեկան մեկ անգամ, երկու անգամ եսին կես տարին մեկ այդ տվյալները ուզել, ծերի հետ համադրել եւ կերևավոր։ Այդ 4 հատ օբյեկտ է ավելացել, այնտեղ կա ՀԴՄ վճարող է, ճամփի վրա են հայտնվել օբյեկտ են դրել, ինչ են արել եւ այլն, հա, ու տարբեր փաստաթղթերի մեջ պիտի որ երևա այդ օբյեկտը, էլի, միայն դա չէ, պիտի կաշին թույլտվություն ստանա, եսիմ, էլի ուրիշ բան է։ Նու տանությունները բաժանելուց հետո, եթե կան նոր օբյեկտներ, գրանցվում են այդ նոր օբյեկտները համապատասխան զբաղեցրած մակերեսներով,
եւ արդեն երամսյակային վճարները կամ կիսամյակային կամ տարեկան փոխանցումները տեղական турքերի վճարները կատարվում են այսքան Իսկ կան օբյեկտներ, որտեղ շատ համայնքներ կան, երբ վճարում է, բայց ինքը թույլտվություն չունի, ասենք շատ փոքրիկ օբյեկտ է, տանեկից ինչ-որ բան է, կանոնավոր վճարում է, ձեր բազաների մեջ կա, հա, բայց բան է, ինքը որպես այդպիսին վաճառակետ չէ, խանութ չէ, մի շարք համայնքներում տեսել ենք, որ չկա այդպիսի պարտադիր պետք է իրավաբանական անձի կարգավիճակ ունենա եւ թույլտվությունը այո այս բոլորը ինչ որ դուք ունեք, բոլորը համայնքապետի թույլտվությունը բոլորը համայնքի ղեկավարի այո ուրիշ համայնքներ, որտեղ կան 5%-ը, 7% օբյեկտների, որոնք կանոնավոր վճարում են այդ թույլքը, բայց թույլտվությունների քանակից թույլտվությունների ցանկում չկա։ Չէ, մեզ մոտ Մենք մի հատ նայենք ինչ մնաց այդտեղ աշխատակազմի վերապատրաստումներ, ուսուցումներ, այս գծով ունենում եք, հա։ Ձեր ուժերով եք անում, թե հրավիրում եք։ վերապատրաստեցինք շատ արդյունավետ էր Հենց տեղական турքերի հավաքագրման քանի հոգի ունեք ընդհանրապես այս գործով զբաղվող բաժինը տեղական турքերի Ձեր ասած այդ կապված հիշեցիք, որ օրինակ Գյումրի օրինակը վերելով ծանոթ բարեկամ, չգիտեմ նմանը, մեր մոտ ուրիշ քաղաքականություն է այս հարցի շուրջ։ Մենք առաջին հերթին նայում ենք, որ մեր ծանոթ բարեկամը նախապես վճարումները կատարի, որպեսզի մնացածի համար օրինակը լինի։ Սինգապուրով եք առաջ։ Իհարկե։ Ու դրա վրա կարող եք ասեք, որ մենք սիրում ենք մեր քաղաքը, էլի։ Ավելին ասեք, դեղել են ասում։ Չէ, այս ամեն իշխանություն, որ ասի ես ատում եմ այս քաղաքը, դրա համար թուրքերը չեմ հավաքում էլի։ Բոլորն ասում են, որ չէ, ես գիտեմ, կատակ եմ անում, ուղղակի, հա, երևում է, գործից ամենտեղ նայում են։ Այո, հաջորդ տարվա պլանը այս գերակատարվածի վրա է, չէ կառուցվում։ Նախորդի վրա չի կառուցվում, որ ամեն անգամ, հա։ Հետո աշխատանքները կապացիոն պետքա, ռեգիստրի վկայականով, իրենց ամեն ինչով բոլոր թղթերը ներկայացնում են եւ դրա հետ կապված արդեն մակերեսը որոշվում է։ Ծանոթությունների հետ կապված ճիշտ է Լուսինեն ասաց, բայց ես էլ ասեմ, որ զգուշացումներից բացի նաեւ ծանոթություններն ուղարկվում են իրենց։ Ընդհանուր դա արտաքին գովազդի հետ կապված էլ ասեմ, որ մարդիկ իրենց կամքով մոտենում են իրենց տեղադրած գովազդների համար թղթեր բերում են եւ այդ ընդհանուր նորմալ է։ Իհարկե Турքերը սահմանելու գործակիցները գոնե կամավոր փոխելու, դեռ չափ կա դրած օրենքի մեջ, դրանից ավել չեք կարող էլի, չէ, բարձրացնել։ Ինձ թվում է, որ համայնքային իշխանությունը, համայնքապետ ասենք եւ գոնե իշխող մեծամասնություն, ձեր քաղաքում քաղաքացիական պայմանագիրը, չէ, իշխող մեծամասնությունը։ Էլի մի քանի համայնքների համանման մտքի քաղաքային իշխանությունների հետ որ միավորվեն, պաշտոնական ինչ-որ միավորման մասին չէ խոսքը, 3, 4, 5, 6 քաղաք որ միանա այդպես իրար հետ։ Մի օր ստեղ հրավիրվի տարածքային կառավարման նախարարին, արդարադատության փոխնախարարին, ես իմ ազգային ժողովի տարածքային կառավարման եւ մյուս բաների հանձնաժողովին, ասի ժողովուրդ ջան, լավ կլինի որ օրենքի մեջ այս բաները մենք աշխատել ենք, նկատել ենք, որ սա լավ չի կարգավորված, սա թերի է կարգավորված։ Այս մասով կուզեինք որ մենք ունենայինք որոշ ազատություններ։ Խնդրում ենք, առաջարկում ենք օրենքների մեջ այս բաները մի քիչ ազատականացրեք, համայնքները կարողանան ավելի մեծ ինքնուրույնություն ձեռք բերել։ Կամ կոնե ինչ է տեղական турքերի եւ վճարների մասին օրենքի մեջ մի տող ավելանա, որ համայնքը իրավունք ունի սահմանել իր համայնքի համար турքեր եւ վճարներ, ենթադրենք արդարադատության նախարարության համաձայնությամբ։ Այսինքն մի շանս տրվի, հիմա գիտեք, չէ, 10-12 անուն վճար է, 10-12 անուն տեղական турք է։ Հա, դրանից ավել ինչ որ турք սահմանել չեք կարող, եթե նույնիսկ դրա կարիքը զգաք, հա, ինչ որ մի բան ակտիվացել է ընդհանրենք քաղաքում։
հա, շատ բարդ բաներ առանց համայնքային իշխանության շարժման։ Ես հասարակական գործիչ եմ, դինամիկ գրեմ դրգեմ այնտեղ, երկու անգամ էլ հանդիպեմ վիճեմ, ասնի կնա ասեն, հասկացանք, ախպեր, ասացիր, լսեցինք, մի բան է, ոչ մի համայնքից նման առաջարկ ու պահանջ չունենք, էլի, ինչ է ուզածը, ինչի ես եկել ես համայնքների համար դուրք ու բանի վճարների փոփոխության առաջարկի կանոն, շնորհակալություն, որ համայնքային իշխանությունը պիտի այս ամբողջ խնդիրներին լավ ծանոթացած լինելու դեպքում պիտի նկատած լինի, որ օրինակ որտեղից կարելի է համայնքի եկամուտները ավելացնել, ինչու չավելացնել։ Եթե շատ խորանանք տեղական ինքնակառավարման խնդիրների մեջ, օրինակ չարժե որ այդ սուբվենցիոն գումարների հանրագումարը ավելացվեր համայնքներին դոտացիայի մեջ։ Դոտացիան ավելանար, համայնքը իր կարիքները որոշեր քաղաքական պատասխանատվությամբ, համայնքը ինքը տներ վերցներ, ասեր որ մեզ սա է պետք, եթե նախկինում համայնքներ կային, որոնք ունեին 40-50 բնակիչ, մենք ունեինք այդպիսի համայնքներ, 40 հոգանոց գյուղից 5 հոգին ձեր մարզում չկա, Սյունիքում, Ամասիայում եւ այլն։ 40 հոգանոց համայնքից 5 հոգին համայնքապետարանի աշխատող էր, 5 հոգին ավականու անդամ էր, 10 հոգի երեխա էր։ Ժողովուրդ համայնքի բյուջեի 98%-ը ծախսվում էր 5 հոգու ռոջիկի վրա։ Այն 2%-ը ծախսվում էր ինտերնետ, չգիտեմ, լույս, այսինքն համայնքային իշխանությունը Քաշոնի համայնքը Սյունիքի Տաթևի վանքից մի քիչ են կողմ։ Այդ համայնքը ծառայություն մատուցել չէր կարող բնակիչների, փող չկար բյուջեի մեջ։ Գցեցին, բռնեցին, դրեցին, վերջ չէին հասկանում։ Այսինքն 10 տուն էր սա իրար հետ։ Արդյունքում ինչ էր տեղի ունենում, ինչ ծառայություններ մատուցում այդ համայնքը, այնուամենայնիվ 1-2 ծառայություն մատուցում էր։ Մեկը տեղեկան տալն էր, մյուսը տեղական турքերի ուրեմն հավաքագրումը եւ անդորագիր տալն էր։ Հիմա ասացեք, խնդրեմ, 10 տանը տարեկան քանի տեղեկանք է պետք լինում։ Ասենք 20 տեղեկանք, լավ։ 20 տեղեկանք տալը ինչքան կարող է տևել։ 10 րոպե անգամ ամեն տեղ 200 րոպե։ Ուրեմն այդ ամբողջ համայնքապետարանը տարեկան աշխատում էր 200 րոպե։ Այսինքն փակ էր էլի, դուրս ծեծում զանգում, ասում էին արի տեղեկանքը գրի դուրս կամ գրի կամ կվերցնեմ տնից։ 5 հոգի փող էին ստանում։ Այդ տեսակ համայնքների խոշորացումը ակնհայտ է, որ ինչքան մեծ է համայնքը, այնքան համայնքի աշխատակազմի պահպանման ծախսերը տոկոսով փոքր են։ Ասենք 50, 30 եւ այլն եւ այլն։ Հայաստանի այն ժամանակվա համայնքների կեսը 450-ը բյուջեի առնվազն 70%-ը ծախսում էր աշխատակազմի պահպանման համար։ Համայնքներ կային միայն աղբահանություն էին անում կամ միայն գիշերային լուսավորություն ու վերջ։ Այդ դեպքում խոշորացումը հիմնավորում է արդարացված է։ Բացարձակ։ Այսինքն դա էլ է ինչ, դա մեծ բան է, եթե եղնի այդպիսի ծառայություն էլի, հա։ Դա պետք է լինի տնտեսապես արդարացված։ Հիմա տեսեք Գորիսը խոշորացնում են տեղի եւ Տաթևի հետ։ Աշխարհագրությունը գիտեք, դա Գորիսի առաջվա շրջանն է։ Հա, գցել բռնել են, որ դա բերեն շրջանային համակարգին։ Մեղրի, կապան սովետի ժամանակվա, հա։ Լորին 11 համայնք է, ձերը 10-11 է ձերն էլ, հա։ Վանաձորը, որ Թամբագի համայնքի հետ որոշեցին միացնել 10 քանի գյուղ, միացնել Վանաձորի եւ 3 գյուղերի հետ։ Երբեմն դա արվում է եւ արվել է քաղաքական դրդապատճառներով, ոչ թե արդյունավետ կառավարման դրդապատճառներով։ Շատ փոքր համայնքներ շահել են խոշորացումներից, շատ խոշոր համայնքներ ինչ-որ չափով տուժել են խոշորացումներից։ Գյուղեր կային, որոնք նախկինում լույս չկար, լուսավորություն չկար, հիմա գիշերն անցնում ես, տեսնում ես, որ կոնե գիշերային լուսավորություն կա, շաբաթը 1 կամ 2 անգամ աղբահանություն է արվում։ Մեր երկրում խոշորացումը անում է պետությունը։ Վրաստան, Ուկրաինա մի քիչ այլ ձևով է եղել։ Ուկրաինայում խոշորացումը մի քիչ արել է պետությունը, օրենք է սահմանել, թողել է մնացածը համայնքների վրա։ Ինչ է նշանակում համայնքների վրա։ Պետությունը սահմանել էր չափորոշիչներ 17 թվեր 16 օրինակ ասում է որ խոշորացվել կարող են միայն սահմանակից համայնքները տրամաբանված է չէ անկլավային խոշորացում չլինի կենտրոն բնակավայրը ընտրում են խոշորացած համայնքները պետությունը չի որոշում ասենք Հրազդանի դեպքում ավտոմատ հնից եկած բանով մենք գիտենք որ ենթադրաբար կենտրոնը պիտի լինի Հրազդան քաղաքը
բայց այնտեղ պետությունը չի որոշել, որ հրազդանը լինի։ Ասել է դուք միանում եք իրար սոլար քաղցի եւ այլն ուկրաինական։ Դուք գցեք բռնեք, եթե կզգաք, որ այս գյուղը պիտի լինի ձեր կենտրոնը, այդպես եք հարմար, ապա թող գյուղը լինի, ես հաստատում եմ ձեր ընտրությունը։ Խոշորացման պայմաններից է եղել, որ կենտրոնը այնպես ընտրեք, որ ամենահեռավոր բնակավայրը լինի 25 կիլոմետր հեռավորության վրա։ Պայմաններից մեկն եղել է, որ դպրոցահասակ աշակերտների թիվը լինի գոնե 250 հոգի, որ եթե դպրոցական ավտոբուս գյուղերից հավաքել, չգիտեմ ինչ, մանկապարտեզահասակ երեխեքի թիվը լինի գոնե 150 հոգի։ Եվս մի քանի չափորոշիչ հրապարակել է օրենքը, ասել է հարգելի համայնքներ, գնացեք, որոշեք։ Բանակցում եք իրար հետ, ժողովներ եք գումարում։ Ես չեմ միացնում ձեզ իրար հետ։ Ես չեմ հրամայում, որ քաղցին միանա Սոլագին եւ Հրազդանին։ Դուք ոնց որոշեցիք, եթե չափորոշիչներին համապատասխանում է, ես հաստատում եմ, քաշվում եմ գրախ։ Տեղական հանրակրվե եք անում, արեք տեղական հանրակրվե։ Մեր երկրի դեպքում պարոն Լոքյանը իր կաբինետում նստած քարտեզը ծերը միավորում էր համայնքները։ Ու մեկ էլ դեղից զանգում էին։ Մեր քերո աղջկա կերնն չի ես միավորել, այլ լավ է գիտե ինքը իր համար գյուղապետ էր։ Մեր խնամուկյուրն չի խոշորացել։ Մի անգամ բռնել խոշորացրել էին 3 գյուղ, որոնք իրար հետ սահման չունեին։ Զանգում ասում են, պարոն նախարար, այս 3 գյուղը բան թղթի վրա գրած է, չէ՞ ցանկը, վարչատարածքային բաժանված։ Սահման չունեն ընդհանուր Եղվարդի հարևան գյուղերից։ Քարտեզը բացել նայել է, որ այո, իսկապես այս 2 գյուղը իրար կպած են։ Այն մի գյուղը, որը ցուցակի մեջ խոշորացրել են, կպած չէ։ Ասել է հիմիկ ունենան ընդհանուր սահման։ 6 մետրանոց լայնքով ճանապարհով այն գյուղը կապել էր Պտրնիից ենքով ընկած 2 գյուղ։ Նման դեպքեր ունենք, էլի մենք կամ գյուղացի կելան կռիվ արեցին, ասին լավ դե չենք խոշորացնում, գնացին ձեզ համար յոլա գնացել, հա։ Այսինքն Գյումրու մասին Գյումրիում լսել եք, հա, պարոն Փաշինյանն ասաց, որ արտահերթ ընտրություններ պիտի լինեն, այսպես չի կարելի շարունակել եւ այլն եւ այլն։ Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունն էլ ասում է, քանի ավականին գործում է արտահերթ ընտրություն չի կարող։ Հենց լուծարվեց արտահերթ ընտրություն պիտի լինի։ Նրանք էլ գործում են։ 19 հոգի մեծամասնություն են, միշտ գործում են, լավից վատից գործում են։ Ուրիշ ինչ կա խոշորացնելու ձև, կարող եք կռահել, էպանանել արտահերթ ընտրության, խոշորացումն է, ախիրանի գեղերից մեկը վերցնել կծել Գյումրուն, ասել նոր համայնք է ձևավորվել, բերեք խոշոր, սա արդար չէ, այս մոտեցումը արդար չէ։ Ես կառավարումից շատ դժգոհ եմ, բայց սա ձև չէ, էլի խոշորացման։ Մի հատ գյուղ բերեք գցենք, ինչ է թե լինի նոր համայնք, այդ դրա խաթեր բերեք խոշորացում անենք, էլի, հա։ Լիքը խնդիրներ կան տեղական ինքնակառավարման, սա մի փոքրիկ հատվածն է, որ մենք փորձել ենք շոշափել, էլի։ Եվ այս գաղափարները ինչ որ ասում եմ, ստեղ գրվել ուղարկվել է եւ պետական իշխանությանը եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին մի քանի անգամ օրինակ առաջարկել ենք, որ համայնքապետը ընտրվելու դեպքում դադարի լինել ավականու անդամ։ Ինչպես ազգային ժողովում պատգամավորը եթե դառնում է վարչապետ նախարար, դադարում է լինել ազգային ժողովի պատգամավոր, նրա փոխարեն ցուցակից մեկ ուրիշը գալիս դառնում է համայնքի ներողություն պատգամավոր։ Համայնքների դեպքում ինչ կլինի, որ համայնքապետն ու առաջին տեղակալը հենց ընտրվեցին, գնան դառնան գործադիր ղեկավար, նրանց փոխարեն խմբակցությունը համալրվի եւս 2 անդամով։ Ավականին ունենա իր նախագահը։ Չունի ավականին, նախագահի տեղ ունենա իր փոքրիկ աշխատակազմը 2-3 հոգի, որոնք կազմակերպեն ավականու նիստերը, արձանագրումները, համայնքապետը իր աշխատակազմով գա ավականու նիստերին նստի, որոշումների նախագծերը բերի զեկուցի, ազգային ժողովում ինչպես որ լինում է, հաշվետվություն ներկայացնի, իսկ ավականին թող քվեարկի, հաստատում է բյուջեն, տարեկան հնգամյա զարգացման ծրագիրը, կատարողականը, հաստատում է, չի հաստատում, հարց ու պատասխան եւ այլն եւ այլն։ Մեր երկրի դեպքում սինթեզ է մնացել սովետի ժամանակվա ավակները կհիշեն, հա, շրջանային կամ քաղաքային խորհրդի նախագահը նաև քաղաքապետը էր, սովետի նախագահը քաղգործկոմի նախագահն էր, միաժամանակ ինքը եւ քաղաքային խորհրդի ղեկավարն էր եւ գործադիր մարմնի ղեկավարն էր։ Եղած այս հիմիկվա համակարգը շատ նման է, եթե հանկարծ վարչապետը եւ փոխվարչապետերը պատգամավորների կազմից ընտրվեն եւ միաժամանակ լինեն ազգային ժողովի նախագահ տեղակալներ։ Անհասկանալի չէ, օրենսդիրն ու գործադիրը իրար հետ տեղականի դեպքում էլ ավականին տեղական օրենսդիրն է, համայնքապետն ու աշխատակազմը գործադիրն են։ Հարկավոր է դրանք մի քիչ զատել։ Որոշ լոջիկ նախատեսել ավականու հնարավոր նախագահի, տեղակալի, հանձնաժողովների նախագահների համար կոնե։ Ինչ որ միջապի աշխատավարձ լինի, որտեղ այդ մարդիկ բոլորը գրած են կամավոր։
բացի համայնքապետից ու տեղակալից եւ ավականու անդամ են, բայց իրենք որպես գործադիր մարմնի ղեկավարներ գոնե ռոճիկ են ստանում, էլի, հա։ Այս առաջարկները արվել են, ինչ որ ասում եմ, գրվել են, տրվել են, պնդել են, վիճել են, տեսնենք ինչ կփոխեն կամ չեն փոխի, էլի, ես իմ շատ հաճախ տեղական ինքնակառավարումը Հայաստանում նման է մի հերուտանից տեղից խորտ երեխայի, էլի, ասենք պետական իշխանության սեղանին լիքը խնդիրներ կան, հերթով լուծելով գալիս են, հասնում են տեղական ինքնակառավարման, ասում են ախորպես դրեք կողքի հետո կնայենք, էլի, սա այդպես վրաշ չէ, էլի, բերեք շատ ճիշտ տվենք, էլի, առաջին, լիքը ուրիշ բան կա, արտաքին ու արտահրավերներ են եւ այլն, մոտավորապես էս է, հա, տառատեսակները, ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեր համակարգչային տեքստերը Unicode-ի տանել, գիտեք այդ որն է, այսինքն ցանկացած համակարգչով դա կարդացվում է Unicode-ը, օրինակ ձեր Excel-ների Չէ, գրությունները ոչինչ, գրապալատը, տեքստերը, բաները ոչինչ, դրանք Unicode են, Excel-ների մեջ հնից եկած, մնացել են մի քանի տողեր կային, էլի, այն որ ճիջու է ցույց տալիս, էլի, հա, այսինքն կան համակարգիչներ, որոնք ձեզ մոտ դրանք ցույց չեն տալիս, էլի, ձեզ մոտ նորմալ է ցույց տալիս, գնում գալիս է ուրիշ համակարգչի մեջ է հայտնվում, դու մի ասա Unicode չէ, գրապալատը ասենք Excel-ների բաների համար պարտադիր չէ, էլի, ներքին շրջանառություն է, գրապալատը Unicode է, գրապալատը այդ խնդրեմը չունի, բայց Unicode ուշադրություն դարձրեք, ուղղակի տեխնիկական փոքրիկ հարց է, հա, ես դրել, հա, դրանք շուռ եմ տվել բաների, ինչ է, Unicode եմ դարձրել, համացանցում կան տրանսկոդերներ, այսինքն ծրագրեր կան, որտեղ գրվում է անսի, ինքը ներքևի Unicode թարգմանած ձեզ տալիս է, հենց դրեցիք տեքստը տալիս է, տեղափոխում եք ձեզ մոտ, բոլոր համայնքապետարաններում այս խնդիրը նկատվում է, պատահում է, էլի։ Գյումրիում շատ է պատահել, բյուջեի նախագիծը ղրգում են, բացում ես կեսը չի կարդացվում։ Գնում էինք, չէ, իրանց կոմպով երևում է, գնացել եմ, ասել եմ, ով է այս տեքստի հեղինակը, ասել են, այն աղջիկա կամպյուտերն է, ասել եմ նստի կողքս, բացել եմ ցույց եմ տվել, որը ոնց է փոխվում, փոխել եմ, ասել եմ, տեսար, սովորեցիր, հա, այլևս տեքստերը շուռ տված, մյուս բանին նորից գալիս է, հին բյուջեի վրա նորից դզել, փոխել են, էլի բանով, անսիով է գալիս, նորից այդ ճիջուներն ու բոլոժներն են, էլի հայտնվում, բզեզներն են հայտնվում։ Շահերի պախումը բացառել, հա, բաժնի աշխատակիցների եւ տեղական, եթե ինչ-որ մեկի հորոխբոր ռեստորանն է, պարզ է, որ այդ մարդը չպետք է գնա այդ турքերի հետևից, եթե նույնիսկ այդ մարդը կանոնավոր վճարող է, լավ կլինի ուրիշ մարդ գնա, լավամարդ, վատամարդ չեղնի։ Բոլոր համայնքներում լինում են հանդուգն եւ կատաղի ձեռնարկատերեր, որոնք տարբեր պատճառներով ջղայնանում են, ասում են չեմ վճարելու, հերիք եղավ, փոլ եղավ, ջղայնացրեցիք, ձեզ տամ, նրան տամ, դժվար գործ է, պետք է բացատրվի, որ չէ, պետք է ունենում եք դուք այդպիսի, բայց կատաղի դեպքեր ունենում եք։ Հազվադեպ, ասենք, նոհանատը։ Հա, ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, ինչքան էլ դժվար լինի սեպտեմբեր, հոկտեմբեր, երբ որ սկսում եք արդեն հաջորդ տարվա բյուջեն բաները նախագծել, փորձեք կազմակերպել հանրային կապերի բաժին, ունեք հա ըստ երևույթին, թե չունեք, չգիտեմ, ինչպես է ձեզ մոտ, կոնե турքերի գծով, վճարների բաների գծով, փորձեք ինչ-որ հանրային լսումներ կազմակերպել, որ կան, ասեն ժողովուրդ ջան, այս բանն է, աղբահանության վճարը այսքան է մյուս տարի դարձնելու ենք, այսքան եւ այլն, չլինի, որ իրանք անակնկալի կան։ Էլի Գյումրուց ունեցել եք։ Օրինակ խոսորական համանակ դիրանալավանը որ միացել էր, մի խանութի աշխատողը տերը եկել էր ասում էր Բասկի չմտածեցիք, մյուս հավասարեցրիք, ասենք Հրազդան քաղաքին մեր դուրքերը։ Մեր մոտ գործակից 100 հոգի են ու մի խոսքով ասած ես էլի համաձայն եմ, կամ մեր համայնքի համար տեսնում եմ աշխատանքը, բայց իմ մասին չմտածեցի։ Բայց մենք դեռ թողեցինք։ Գործակ իսկ այս турքերի մեջ գործակցով կար, ես չեմ հիշում։ Հա, բանը ուներ, Աբովյանը ուներ գործակիցներով գյուղեր։ Չէ, մենք Ղաղար Շապատը կարծեմ գործակիցներով գյուղեր ուներ, կես։ ինքը սիրով համաձայն ենք։ Ասեց այսքան ասֆալտը բոլանում եք, մեր ուղի ճանապարհները, Գերեզմանի ճանապարհի խոսքով։ Շատ զոհեց գնաց։ Տարիներ առաջ այս турքերի գծով այսպիսի
մակերեսային դասակարգում չկար։ Ձեր կայքը ընդհանուր բազայի մեջ է, չէ՞, Գրիշա Խաչատրյանենց բազայի մեջ է, հա, ովքեր առաջ ունեին ինքնուրույն կայքեր, կային համայնքներ, մի 20 համայնք կար, որոնք առանձին սեփական կայքեր ունեին, բարբերաբար թույլ էին պաշտպանված, բարբերաբար խակերային հարձակումների մեկ էլ զանգում էին, կամ մտնում նայում էինք, էլի համայնքապետարանի կայքում ադրբեջանական թռոշներ բանեն զանգում էինք հասկացող մարդկանց, ասում էինք մտեք մի հատ մաքրեք էլի այդ չարիքից բանից, տվյալների պաշտպանություն եւ դուպլիկացիա, էլի, հա, մի համակարգչին մի բան եղավ, իմանաք, որ այդ տվյալները ուրիշ տեղել են էլի պահվում, դրանց մատչելիության հարցերը, չգիտեմ ունեք ինչ-որ պրոցեդուրաներ, կարգավորումներ, որ ամեն մարդ չկարողանա ամեն տվյալի հաղորդակցվել, չգիտեմ ինչպիսին է էլի ձեր համայնքում տրվածքը մասնագետ կա, որը կարգավորում է ամեն աշխատող չի կարող ամեն թղթի մեջ մտնել անձնական տվյալների մասին է խոսքը։ Հա, իսկ որներն եք ընկնում արտաքին մասնագետ հրավիրել կարիք ունենում եք, չեք ունենում։ Եթե կունենաք գրեք ինձ, ես Հայաստանի լավագույն մասնագետներին կփոխանցեմ, որտեղ ես էլ նեղության մեջ եմ ընկնում, ընկերներիս եմ զանգում, ասում եմ տղեկ ես բանը չի աշխատում որտեղ կայքն է, որտեղ կայքի եղած չեղածն է տրվում։ Իսկ ներքին համակարգչային ցանց բան էլի իրանք են օգնում, թե ուրիշ մարդ։ Համակարգչային սպասարկող ունենք Քաղաքում կան մասնագետներ, որոնք այդ խնդիրները կարգավորում են։ Եթե կպատահի խնդրեմ, որը կզգաք, որ տեխնիկական իմաստով կիբեր ռիսկեր են, չգիտեմ, շուտ մեկը ներխուժել է, ինչ-որ տվյալներ են կորել, ես ինչ ջնջվել, չպետք է ջնջվեն, էլի, դրա համար դուպլիկատներ պահելու կանոնը կա։ Դուպլիկատները նաև բանում, ինչ է անունը, ոչ միայն համացանցում, այլ կրիչի վրա հատուկ ձևով պահված, հա, բեկապ, բայց արտաքին կրիչի վրա, որը պահում եք միտեղ պարբերաբար թարմացնել, ամիսը մեկ պահել, ընդեղ այս բազաներն են, էլի հատկապես կարևոր։ Ինչ որ մի ժամանակ համայնքային իշխանություն փոխվելու պահին նոր իշխանությունները տարբեր համայնքներում տեսնում էին, որ համակարգիչները մաքուր են։ Սուրբ համակարգիչներ էին, մեջները բան չկար։ Հավաքել տարել էին այդ տվյալների բազաների հետները, ոնց որ ես եմ հավաքել, այնպես էլ դուք գնացեք հատ-հատ փողոցներով բացարձակ հանցագործություն է, եթե կուզեք իմանալ, հա, դա հանրային սեփականություն է այդ տեղեկությունը, էլի, ոչ թե համայնքապետը հետը բերել է իրանց տնից, պիտի տանի իրենց տուն, էլի, այսինքն դա պիտի մնա համակարգիչների մեջ եւ համայնքապետարանում, մատչելիության մեխանիզմները, կարգավորումները, բաները պիտի լինեն։ Ահա այս է, ժողովուրդ ջան, այս թեման սահման չունի, էլի, ճիշտն ասած, հա, շատ լավ համագործակցություն ու տպավորություն ունեցել եմ Հրազդանից եւ իհարկե վաղար շաբաթից Վանաձորի հետ տարդ է, իսկապես տարդ է, 5 միլիոն եվրո տրամաշնորհը ստանաս, վերջում հենց էլի խայտառակ կառավարես, որ Եվրամիությունն ասում է 300,000 եվրոն վերադարձրեք։ Շահերի պախումները չեք կարգավորել, ծանոթ բարեկամ գործի ընդունել, 5-10 հատ էլեկտրական ավտոբուս առնել 5-ը Վանաձորի, 5-ը Գյումրու համար, անցել է 4 տարի, Գյումրուները հələ չեն աշխատում, պլաստիկ կղմինդրներ արտադրելու աղբից, պլաստիկ աղբից, լավն էին, օրինակները տեսել եմ ես, հա, եւ սալահատակ պլաստիկից։ Գործարանի փողը տալ, որ դրանք արտադրվեն եւ այլն, չկա, կորած է։ Այսինքն, էլ ինչ է ուզում, էլի տրամաշնորհ տվողից, Եվրամիությունը երկու քաղաքի համար 4-5 միլիոն եվրո փողը տա, դու այդ հասարակ անելիքները չանես, հետո գազ կանգնես 300,000 եվրո որտեղից ես վերադարձնելու, էլի։ Այս տեսակ դեպքեր կան։ Հետո այդ դոնորն էլ հաջորդ անգամ ասելու ախպեր այդ համայնքների հետ գործ չունեք, դրանց հետ գործ չունեք։ Մոտիկ չգնաք դրանց։ Այսպիսի դարդեր են, էլի։ Մի պերիոդ կար Եվրամիության ու առհասարակ խոշոր դոնորների տրամաշնորհային հայտերը ուղղված էին միմիայն հենց այդ այլ մարզերին, որտեղ բացարձակապես չկա։ Դրա համար լավ է դա։
Ես որովհետև անընդհատ որ ուշադրությանս կենտրոնում էի պահում, բոլոր մաշիրակը կար, լորին կար, տավուշը կար, սունիկ կար, բոլոր կային, մենակ այդտեղ կոտայքներ ու մեկ-մեկ տենց Իսկ տեղյակ եք այդ պատմությունը, որը պատմեցին 300,000 եվրոյի պատմությունից տեղյակ եք, հա։ Բանը ճիշտ ասած դա կիսով չափ կապված է նաև Սահմանամերձ լինելու Չէ, այդ իր հայտ։ Դոնորը գալիս հետազոտում է, ասում է, այս ծրագրերը տալիս ենք սահմանամերձներին եւ այլն։ Բայց շատ հաճախ դե միակ սահման չունեցող մարզը կոտայքն է, ինչպես գիտեք, մի վարքյան, բայց նաև կարևոր է որ համայնքի իշխանությունը ինքը նախաձեռնող լինի։ Ես այս մասին ստեղել եմ խոսել, շատ եմ բացատրել։ Օրինակ, համայնքը ունի ինչ որ հաղթաթղթեր, այսպես ասած, կամ առանձնահատկություններ, առավելություններ, որոնք ուրիշ համայնքներ չունեն։ Ամենալավը այդ առանձնահատկությունները կարող է իմանալ համայնքի ժողովուրդը։ Դուք կարող եք իմանալ, թե Հրազդանը ինչ ունի, բացի այս նոր գործարանից, շնորհավորում եմ կապակցությամբ թվային հսկայական հապետ առնում, ինչ ունի կամ կողքի գյուղերը, ինչեր ունեն, սնունդ է, ճաշ է, то չգիտեմ, բերք է, միրգ է, փառատոն սարքելու համար, կամ դոնորների ժողովներ կամ դեսպաններ, իրանց ոտով են գնում համայնքներ։ Ձեր համայնք օրինակ վերջին դեսպանները ովքեր են եղել, որ եկել են։ Առիթները որոնք են։ Ֆրանսիայինը քույր քաղաքի համագործակցություն է մշակիչներ։ Ճապոնացիք դեսպանը որ պետք է ենթակառուցվածքային ներդրումներ են անում իրենք։ Բարեկան են անում։ Համայնքապետարանին Համայնքապետարանին լինում է որ հկներին են օգնում, լինում է որ մանկապարտեզներ են նորոգում ճապոնացիք, գույքային ավելի շատ։ Բզեք, հաշտեք, դիմեք, անհանգստացած դուռը կփակեն, լուսամուտից է պետք մտնել, լուսամուտը կփակեն, ծխնելուզից է պետք մտնել, կատակ չեմ անում։ Այսինքն ինչ որ մարդիկ են պետք համայնքապետարանում, գուցե կան կներեք, ֆոնդրայզինգի մարդիկ, միջոցների հայթայթման գծով, եկամուտների բաժնում կարող է մի հաստիկ ավելանալ, որոնք կնստեն, սկսեն դրամաշնորհների եւ հաղորդակցության վրա աշխատել։ Դիմել դոնորներին, օրոարև չտալ, այստեղ դեսպանների ժողով հրավիրել, համայնքապետը հրավիրում է ինչ որ կապակցությամբ քաղաքի օրն է, հազարադառիթ կարող եք գտնել, էլի, հա։ Դեսպանների հավաք հրավեր ուրեմն Հրազդանում։ Այսինչ փառատոնի կապակցությամբ Համայնքը նախապատրաստում է 2, 3, 4 սևագիր, 1 էջանոց ծրագրերի գաղափարներ, էսքիզներ։ Հարգելի տեսպաններ, մենք ունենք այս գաղափարը, սրա համար ունենք 20%-ը, 80% չունենք։ Ունենք այս գաղափարը, ունենք 13% փող սրա համար, 5 միլիոն դրամ ունենք, 70 միլիոն պակասում է։ Ունենք SSS գաղափարները, ազդում են, հավատացեք, դա օգուտ է տալիս։ 20 հոգին գնում են, 20 հոգուց 2-ը 3 օր հետո զանգում են եւ ոնց որ թե միտքը լավն էր, գիտեք, դուրերս եկավ։ Հոլանդացիք են, ֆրանսիացիք են, ճապոնացիք են բնականաբար։ Ճապոնացոնց փողերը լավ չեմ հիշում, մինչև 125,000 դոլարի կարգի թիվ է կացեմ դրամաշնորհները։ Միայն ենթակառուցվածքների են ճապոնացիները աջակցում, այսինքն աշխատավարձեր որպես կանոն չեն տալիս, բայց մանկապարտեզ նորոգել, արևային մարտկոց, ջրային մարտկոց, ջերմոց, ինչ կա, մանկապարտեզի խոհանոց կահավորել, այսպիսի բաներ անում են։ Այսինքն մեկը պետք է լինի, որ այդ գծով աշխատի հետևողականորեն, ուշ է արդյունք բերում։ 2-3 տարի հետո սկսում է արդյունքը գալ,